Գեղարքունիքի մարզային գրադարանում Չարենցյան շունչն ու ոգին է։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, չարենցագետ Դավիթ Գասպարյանը դասախոսություն է կարդում Եղիշե Չարենցի անցած ուղին և ստեղծագործությունը թեմայով։ Գնալ դեպի Չարենցը, այլ ոչ թե փորձել նրան հարմարեցնել սեփական ընկալումներին, բանախոսի հիմնական ուղերձն է լսարանին։ Շատ կարևոր եմ համարում լսարանի շեշտումը ուսուցիչներ, որոնք ովքեր պետք է ճիշտ խոսքը տեղափոխեն դպրոց։ Ինձ շատ են հանդիպել ուսուցիչներ, որոնք երբեմն ասում են իմ կարծիքով էսպես, իմ կարծիքով էսպես։ Այդ շատ լավ է, որ յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր կարծիքը, բայց ինչ վերաբերում է բնագրին, բնագրային ճշգրտությանը, այդտեղ կարծիքը պետք է լինի միանշանակ։ Եթե Չարենցը գրել է ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, բառը, այդպես պետք է ուսուցանեք և այդպես տարածեք։ Չարենցին իրավամբ կարելի է դասել համաշխարհային պոեզիայի երևելիների շարքին, ասում է չարենցագետը։ Նա բանաստեղծ է, ում կյանքը ուղի էր տառապանքների և հերոսացման, ում միտքն ու խոսքը հզոր էին, ազատ և անկեղծ, ի հակադրություն իր ապրած ժամանակների։ Կամավոր զինվոր, հեղափոխության դիրքերում մարտիկ, երկիր կառուցող բանաստեղծ, հրատարակիչ, հալածված գրողների միությունից վտարված հանճարների ուղին հեշտ չի լինում, որովհետև շրջապատված են բութ միջակություններով, նրանց որ ասում էր դեմքերը ախ, բութ են այնպես, ասես շինված են տապարով։ Այսօր էլ է դա։ Չարենցի մասին ճիշտ խոսքը տեղ հասցնելն էլ է հերոսություն։ Կեսկատակ, կեցլուրջ, ասում է Դավիթ Գասպարյանը, իսկ լսարանը համակ ուշադրություն է, հետևելով բանախոսի յուրաքանչյուր բառին։ Շատ բան մենք դասագրքերից գիտենք կամ ուսումնառության տարիներից գիտենք Չարենցի մասին, բայց այսօր այնքան նոր բաներ լսեցինք, որոնք անպայման կտանենք դասարան և սերնդեսերունդ կփորձենք փոխանցել։ Դավիթ Գասպարյանի հետ հանդիպման նախաձեռնությունը Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանինն է։ Եկել է Չարենցի ժամանակը, եկել է խորքով նրան ճանաչելու և հասկանալու ժամանակը, ասում է նախաձեռնության հեղինակը, իսկ մարզային գրադարանը դարձյալ պատրաստակամ և ոգևորված է իր հարկի ներքո ընդունելու գրի ու գրքի մարդկանց։ Նպատակ ու ցանկություն դրվեց, որ մեծի մասին խոսի նա, ով իր կյանքի գործն է համարել ուսումնասիրել Չարենց, հրատարակել է այդ թեմայով բազմաթիվ գրքեր, ուսումնասիրել է ամբողջությամբ և առաջարկը ցանկությունն էր, որ ներկա լինեին հատկապես գրականության մայրենի ուսուցիչները։ Իր ողջ գործունեությունը Չարենցի կյանքի ու թողած գրական ժառանգության ուսումնասիրմանը նվիրած գրականագետի հետ հանդիպումը, նրա միջոցով ևս մեկ անգամ Չարենցի աշխարհին հաղորդակից լինելը կարևորեցին միջոցառման մասնակիցները։ Մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանն էլ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Դավիթ Գասպարյանին և Տիգրան Նիկողոսյանին անչափ կարևոր միջոցառումն իրենց հարկի ներքո անցկացնելու համար։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։